Շնորհակալ եմ քեզ հայ զինվոր ակցիան կոնկրետ ինչին է ուղղված։ Ակցիայի նպատակը կայանում է հետևյալն, որպեսզի մարդիկ կարողանան որոշակի հիգիենայի պարագաներ, աջակցություն տրամադրեն զինվորներին, քաջալերեն զինվորին։ Ասեմ նաև, որ մեր կազմակերպության կողմից տարվա մեջ 2 անգամ, այսինքն այս ակցիաներից հետո մեծ քանակի աջակցություն ուրեմն տրամադրվում է ամեն անգամ մի զորամասի։ Հիմա մենք նաև ըստ էության մարդկանց հնարավորություն ենք ընձեռնում, որպեսզի իրենք նույնպես կարողանան մասնակցել։ Ակցիայի շրջանակում հավաքվածը որ զորամասերին է տրամադրվելու։ Զորամասի ուրեմն ընտրությունը կատարվում է ակցիայի անցկացումից հետո Պաշտպանության նախարարության կամ չէ, Պաշտպանության բանակի հետ համաձայնեցումից հետո։ Մանրամասնեք որտեղ եք գնացել։ Մենք եղել ենք վերջի անգամ եղել ենք Ղարաբաղում, Պաշտպանության բանակին էր աջակցություն տրամադրվել, այնպես որ այս անգամ նույնպես շեշտը դնելու ենք, ամենայն դեպս կարծում եմ Պաշտպանության նախարարությունն էլ դեմ չի լինի, որպեսզի գնանք սահմանապահ, զորքեր։ Ցանկացողները ինչպես կարող են մասնակցել ակցիային։ Ուրեմն տեղեկացնեմ, որ մենք հանրային կարծում եմ լայն իրազեկում ենք իրականացրել եւ մամլոհաղորդագրություններ եւ Facebook-ում եւ մարդկանց ուրեմն SMS-ներ, հեռախոսային հաղորդագրություններ ենք ուղարկել, 2 տասնյակից ավել հեռախոսազանգ ենք ստացել 1 օրվա ընթացքում, որտեղ հարցեր էին տալիս, թե ինչպես կարող ենք մասնակցել, այսինքն մենք այդ իրազեկման վրա մեծ աշխատանք իրականացնում ենք։ Ինչպես կարող են մասնակցել, ասել ենք որտեղ է նախատեսում իրականացնել, նույնիսկ երեք 2 ընտանիք խնդրեց, որպեսզի գա մեր գրասենյակ, տեղում տեսնի, մենք չգիտեմ, ինչ պայմաններում ենք աշխատում, ինչպես ենք նախապատրաստվում, մենք իհարկե սիրով ընդունեցինք, իրենք իրենց նվերները բերեցին, տրամադրեցին։ Նախորդ ակցիաների ժամանակ ուրեմն շատ էլի տպավորիչ էր մեզ համար, երբ որ բազմաթիվ սփյուռքահայեր մոտեցան, հարց ու փորձ արեցին, երևի անցել է, չգիտեմ, 1 ժամ, նորից հետ եկան, որոշակի նվերներ բերեցին, մեր շնորհակալություն հայտնեցին, ինձ համար ուղղակի շատ տպավորիչ էր, մեկ անգամ եւս ուզում եմ ասել, որովհետեւ այդ անկեղծ մղումները, այդ անկեղծ շնորհակալանքը, որ հայտնեցին մեզ, սա մեզ ոգևորում է, մենք հասկանում ենք, որ սրա կարիքը կա։ Կարող եք տեսնել։ Իհարկե, խնդրեմ։ Շնորհավորում եմ բոլոր զինվորներին։ Ծառայող ունեք։ Թորնիկս միայն։ Ղարաբաղում։ Ինչպես է ծառայությունը անցնում, կարոտում եք հպարտության։ Շատ են կարոտում, ինքը շատ գոհ է ծառայությունից։ Որքանով են ողջունելի նման ակցիաների անցկացումը։ Եթե ինձ մնա ողջունելի է իրոք, ես շատ ուրախ եմ, որ այդ բանը կա, ծրագիրը կա, նախաձեռնությունը կա։ Նարեկ ջան, շնորհավորում եմ քո եւ բոլոր զինվորների բանակի օրը։ Մաղթում եմ բարի ծառայություն, անփորձանք վերադարձ։ Սիրում եմ բոլորին, բոլոր զինվորներին։ Բարև ձեզ։ Ակցիայի մասին ինչպես եք իմացել եւ ինչ եք վերել զինվորներին։ Facebook-ից եմ տեղեկացել, ուղղակի ուտելիք ու խնամքի պարագաներ եմ բերել։ Շատ եմ կարևորում, որովհետև զինվորները ի վերջո մեզ են չեն պաշտպանում այնտեղ սահմանում կանգնած ու եղբայրս էլ է ծառայում, դրա համար այդ պատճառով փորձում եմ օգնել ինչով կարող եմ։